Սիրոտոներից մինչև մարտի 8-ը։ Գիծյանը համակարգում ստացեք լրացուցիչ 8% զեղչ սալիկների ամբողջ տեսականու համար։ Շնորհակալ եմ, պարոն Ռուբինյան, հարգելի գործընկերներ, նախարարը ներկայացրեց նախագիծը։ Ես շատ կարճ օգտվելով առիթից ընթացքում մեզ դիմաց հարցերի մասով ասեմ, Top 50 համալսարանները, հարգելի քաղաքացիներ, մենք չենք սահմանում, Հայաստանի Հանրապետությունը չի սահմանում, կառավարությունը չի սահմանում, կա Շանհայի վարկանիշային այդ հարթակը, դուք կարող եք օրինակ Google-ով կամ ցանկացած ChatGPT-ին օրինակ հարցնել եւ կտեսնեք, թե որոնք են այդ աշխարհի Top 50 համալսարանները, որպես կանոն այդ առաջին 30-40-ը չեն փոխվում, հիմնականում նույնն են մնում։ Երկրորդ հարցը, արդյոք այս զորակոչին դա կվերաբերվի թե ոչ, ինչպես նախարարը նշեց, մենք ամեն ինչ անում ենք, որ այո, ենթաօրենսդրական ակտերը նույնպես մինչև ամառային զորակոչը վերաբերելի լինեն, բայց մի կարևոր նկատառում Top 50 համալսարաններ ընդունվելու դեպքում դուք միևնույն է տարկետում ստանում եք, արդեն կա այդ կարգը, այսինքն դուք կստանաք տարկետում եւ հնարավորություն կունենաք ձեր ուսումը ստանալ Top 50 համալսարաններում եւ մինչեւ դա էլ, մինչեւ ձեր ուսումնառության ավարտը արդեն վստահաբար այս ենթաօրենսդրական ակտերն կլինեն եւ ձեր ուսումնառության ավարտից հետո կկարողանաք օգտվել այս ծրագրից դառնալ շահառու։ Երրորդ հարցը, արդյոք հետադարձության ուժ ունի թե ոչ, այո, ունի հետադարձության ուժ, այսինքն եթե այս պահին դուք սովորում եք Top 50 համալսարաններից որևէ մեկում եւ ամառային անգամ զորակոչի ենթակա եք, իմ նշած այս 2 ամսյա ժամկետում մենք պետք է հասցնենք կառավարության որոշումն ընդունվի, հանրապետության նախագահ օրենքի ընդունումից հետո կխնդրենք մի փոքր հնարավորինս արագ ստորագրի եւ հետադարձության սկզբունքով, այո, արդեն այս պահին սովորող, այդ թվում այս տարի ավարտող ուսանողները կկարողանան օգտվել եւ մի կարեւոր բան, կառավարությունը նոր ծրագիր է մշակում, ես խնդրում եմ այս մասով ուշադիր լինեք, ես նաեւ նախարարության մեր գործընկերներին եմ խնդրել առաջիկայում տեսա ուղերձով կամ նաեւ այլ միջոցներով, մամուլի հրապարակումներով տեղեկացնի, որ նաև կառավարությունը աջակցելու է Top 50 համալսարաններ ընդունված ուսանողներին ուսման վարձի տեսքով, ինչքանով որ ես տեղյակ եմ, այս պահին քննարկվում է տարեկան մինչև 10 միլիոն դրամ գումարի չափով, պայմանները այս պահին ժամանակը քիչ է չասեմ, որպեսզի սխալ չլինեմ, առաջիկայում մենք կհրապարակենք, բայց կարծում եմ դա բավականին մեծ գումար է, որոշ դեպքերում դա ընդհանուր հավասար է այդ Top 50 համալսարանների, օրինակ համալսարանից որևէ մեկում ուսման վարձի մինչև 70-80%-ի չափով փոխհատուցման, այնպես որ հետևեք կառավարությանը, հետևեք մեր նոր որոշումների, որպեսզի օգտվեք նաև այս արտոնությունից։ Այս ընթացքում թերևս այսքանն էին հիմնական նաև քաղաքացիներից ուզող հարցերը, ազգային ժողովից հարցեր չեն կարող լինել, պարոն Ռուբինյան, շնորհակալ եմ։